Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի հայության իրավունքներու պաշտպանության մասին Արմենակ Աբրահամյան։ Տեհրանի մեջ նավթային բահեսներու ռմբակոծութեն են ետք, բնագիչները կնկարագրեն ողբալի դեսարաններ։ Իրան մոտ է նոր քերակույն առաջնորդի մասին հայտարարության։ ԱՄՆ-ի հարվածեն ետք Իրան կհայտնե տենա ռազմական նավու անձնագազմին մեծ կորուստներու մասին։ ԱՄՆ-ի Իսրայել-Իրան հագամարտությունը կմտնե նոր շրջան։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արմենակ Աբրահամյան գկրե Հարգելի հայրենագիտներ, այս շաբաթ որոշեցինք կազմակերպել հատուկ հաղորդումը, որ կվերապերի հատկապես Արևմտյան Հայաստանին եւ դարաշրջանային զարգացումներուն։ Մեր նպատակն է բարբերաբար ցեզի ներկայացնել մեր աշխատանքները կապված հայրենիքին եւ մեր ազգի իրավունքներու պաշտպանության հետ։ Վերջին օրերուն կարևոր քայլ իրականացվեցավ։ Մենք հաջողեցանք եվրոպական թատրան ներկայացնել թիմումներ Արցախի հայության իրավունքներու պաշտպանության հարցով։ Այս գործընթացը կարևոր հանգրվան մնե, որովհետև միջազգային թատրոններուն մեջ կբարձրացվեն մեր հայրենագիտներուն իրավունքներու խախտման հարցերը։ Շատեր կհարցնեն, թե ինչու կարելի չէ հեռուստատեսությամբ հետևել այդ նիստերուն։ Պետք է հասկանալ, որ այս շրջանին բաց թադական նիստեր չեն կայանար։ Թատրոնը կքննի ներկայացված փաստաթուղթներն ու բողոքները, իսկ որոշումները կհրաբարակվին ավելի ուշ։ Երբ այդ որոշումները ստացվին, մենք անպայման կդեղեկացնենք մեր հայրենագիտներուն։ Մեզի հաջողած է նաև միավորել տարբեր արցախյան ներկայացուցիչներ եւ միջազգային հարթակներու վրա ներկայացնել միասնական դիրքորոշում։ Մեր պայքարը կազմակերպված է անկախ կերպով, ուղղված բացառապես Արցախի հայության իրավունքներու պաշտպանության։ Միաժամանակ կուզենք ցավակցություն հայտնել դարաշրջանի մեջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններուն առնչությամբ։ Մենք մեր զորակցությունը կհայտնենք Իրանի ժողովրդին, հիշեցնելով, որ մեր ժողովուրդներուն միջև գոյություն ունի երկար պատմական կապ եւ փոխադարձ հարգանք։ Մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը եւ բարբերաբար պիտի տեղեկացնենք ձեզ հետագա զարգացումներուն մասին։ Տեհրանի բնագիչները կնկարագրեն աղետալի իրավիճակ ԱՄՆ-իսրայելյան հարվածներն յետ, որոնք ռմբակոծած են քաղաքի նավթային բահեստարանները։ Գիշերային օդային հարձակումներն յետք մայրաքաղաքը արտնցած է խիտ սև ձուխի մեջ։ Փողոցներն ու ինքնաշարժները ծածկված են մուրով, իսկ օդը դարձած է դժվարաշնչելի։ Թիրախ դարձած են Տեհրանի եւ շրջակայքի 4 նավթային բահեստ եւ վարելիքի մատակարարման կենտրոնը։ Տեղական իշխանություններու համաձայն առնվազն 6 մարդ զոհված է, մոտ 20-ը վիրավորված։ Դարածված տեսանյութերուն մեջ գերևին հսկայական հրթեհներ եւ երկինք բարձրացող ձուխի սյուներ։ Առավոտյան անձրևեն յետք իշխանությունները զսկուշացուցած են հնարավոր թունավոր, նույնիսկ թթվային անձրևի վտանգին մասին, իսկ բնագիչներ բողոքած են գոգորտի ցավե եւ աչքերու այրոցե։ Տեհրանի բնագիչը Նեգին ծածկանունով իրավիճակը գոչած է ողբալի, քաղաքը ծածկված է ձուխով, մարդիկ դժվարությամբ կշնչեն, բայց ստիպված են դուրս գալ անհրաժեշտ իրեր քննելու համար։ Միևնույն ժամանակ պաշտպանիչ դիմակներ գտնելը դժվարացած է։ Իրանի շրջակա միջավայրի գործակալությունը խորհուրդ տված է մնալ տուներու մեջ, իսկ Կարմիր մահիկը զսկուշացուցած է, որ օդին մեջ եղած թունավոր նյութերը կրնան վնասել մաշկը եւ թոքերը ու սրել շնչառական հիվանդությունները։ Քաղաքին մեջ կնկատվին նաեւ տնտեսական դժվարություններ։ Սննդամթերքի քիներ կբարձրանան, որոշ ապրանքներ կբացին, իսկ բենզինը սահմանապակ կվաճառվի։ Շատեր կփորձեն լքել քաղաքը։ Մեկ այլ բնագիչ նշած է, որ քաղաքեն դուրս գալու ժամանակ երկինքը ամբողջությամբ ձուխով ծածկված էր։ Միջադեպը ցույց կտա, որ շարունակվող ռազմական գործողությունները ծանր ասետություն կգործեն ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներու, այլև խաղաղ բնակչության առօրյա կյանքին վրա։ Մերձավոր արևելքի մեջ շարունակվող ռազմական հակամարտության պայմաններուն մեջ Իրան մոտ է երկրի նոր քերակույն առաջնորդին անունը հայտարարելու հանգրվանին։ Իրանցի հոգևորականը նշած է, թե Խամենեի անունը պիտի շարունակե գոյություն ունենալ, ակնարկելով, որ նոր առաջնորդը պիտի շարունակե նախորդ քաղաքական գիծը։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահը հայտարարած է, որ նոր առաջնորդը երկար պիտի չդիմանա առանց իր աջակցության։ Այդ ընթացքին Իսրայել նոր հարվածներ հասուցած է Տեհրանին։ Քաղաքին մեջ օդը լեցուն է ձուխով, հատկապես ուժային գառուցվածքներու վրա նախկին հարձակումներեն յետք վնասված են վարելիքի եւ նավթի բահեստարաններ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերը զսկուշացուցած են Իրանի բնակչության մնալ տուներու մեջ, նշելով, որ իրանական գոմը անօտաչու սարքեր եւ հրթիռներ գարձակե բնակեցված շրջաններու մեջ են, ինչ որ գրնա այդ վայրերը վերածել ռազմական թիրախներու։ Պատերազմը անդրադարձած է նաեւ տնտեսության վրա։ ԱՄՆ-ի մեջ բենզինի գիները բարձրացած են, սակայն նախագահ Թրամփ զայն բնութագրած է որպես փոքր խափանում, վստահեցնելով, թե իրավիճակը վերահսկելի է։
Իրանի բանակը հայտարարած է, որ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով խորտակված է Իրանի ռազմածովային ուժերուն պատկանող Դենա ռազմական նավը, գա 104 զոհ եւ 32 վիրավոր։ Միջադեպը դեղի ունեցած է չորեքշաբթի միջազգային ջուրերու մեջ Բարսից ծոցի մարտական կոդի են հերու Շրի Լանկայի հարավային ափերուն մոտ։ Նավը կվերադառնար Իրան Հնդկաստանի արևելյան նավահանգիստեն Միլան 2026 բազմազգ ռազմածովային զորավարժություններուն մասնակցել են ետք։ Իրանական կողմը կբնթե, որ նավը զինված չէր, հարձակումը կատարված է առանց նախազգուշացման, խախտելով միջազգային ծովային եւ մարդասիրական կանոնները։ Նավուն վրա 104-ը զոհված են, 32-ը վիրավորված, իսկ 20-ը անհետ կորած։ Վիրավորները տեղափոխված են Շրի Լանկայի հիվանդանոցներ։ Իրանի արտաքին գործոս նախարար Աբբաս Արաղչի հայտարարած է, որ ԱՄՆ շատ պիտի զղջա, քանի որ նավը հարձակման ենթարկված է Իրանի ափերեն մոտ 2000 մղոն հեռավորության վրա։ Միջադեպը եւս մեկ անգամ ավելցուցած է տարածաշրջանային լարվածությունը շարունակվող լայնածավալ ռազմական հակամարտության պայմաններուն մեջ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմէ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները հասած են 9-րդ օրվան, մտնելով ավելի վտանգավոր շրջան։ Իսրայելական ուժերը սկսած են հարվածել Իրանի ուժային ենթակառուցվածքները, մասնավորապես վարելիքի բահեստարանները։ Տեհրանի մեջ հարվածներ են յետ երկինքը ծածկված է խիտ ծխով, իսկ որոշ վայրերու մեջ նկատված է նաեւ մուգ սև անձրև։ Միևնույն ժամանակ Իրանի մեջ կշարունակվի անորոշությունը երկրի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցով։ Պետական լրատվամիջոցներու համաձայն հոգեվորականները շուտով կընտրեն նոր առաջնորդը, ով պիտի փոխարինե մոտ 4 տասնամյակ երկիրը ղեկավարած Ալի Խամենեին, ով զոհված էր պատերազմի սկզբին։ Սակայն պաշտոնական հայտարարություն դակավին չկատարված։ Իրան կշարունակե նաև իր պատասխան հարվածները։ Իրանական զինուժը կհայտարարե, թե իր հարձակողական կարողություններուն մոտ 60%-ը կկործածե մերձավոր արևելքի մեջ ամերիկյան կենտրոններու, իսկ 40%-ը իսրայելական թիրախներու դեմ։ Բարսից ծոցի շարք մի երկիրներու մեջ արձանագրված են հրթիռային կամ անօդաչու հարձակումներ։ Սաուդական Արաբիո մեջ ռազմական արգի հարվածեն զոհված է 2 մարդ, 12-ը վիրավորված։ Ասիկը առաջին մահացու դեպքն է հագամարտության սկիզբեն ի վեր։ Մարտասիրական գազագերբություններու դվյալներով Իրանի մեջ պատերազմի սկիզբեն ի վեր զոհված է առնվազն 1200 խաղաղ բնակիչ, որոնց մեջ մոտ 200 երեխա։ Միևնույն ժամանակ Իսրայելի եւ Լիբանանի սահմանին մարտերու հետևանքով զոհված են նաեւ 2 իսրայելցի զինվորներ։ Պատերազմը աստեցություն ցկած է նաեւ տարածաշրջանի տնտեսության վրա։ Օտային դրիչներու մեկ մասը դադրեցված է, իսկ նավթամթերքի գիները բարձրացած են Հորմուզի նեղուցով փոխադրումներու խափանումներուն պատճառով։ Վերլուծաբաններու կարծիքով հագամարտությունը արագ կընդլայնվի եւ կգրնա վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ տարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenian շաբաթաթերթը, որն ուղղված է մեր մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թեմատրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։